Փետրվարի լույս 26-ի գիշերը ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ։ Նորագավիթում գործող սննդի կետերից մեկի հարակից տարածքում քաղաքացին նկատել էր կասկածելի վարքագծով դիմակավորված երկու անձի։ Ահազանգը փոխանցվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել նշված վայր։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դիմակավորված 3 տղամարդ մայրաքաղաքի Արշակունյանց պողոտայում կայանված տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել են փախուստի։ Համայնքային ոստիկանները համագործակցելով Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գործընկերների հետ գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել նրանցից մեկին, 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, բժշկական դիմակ, արցունքաբեր գազ եւ տելեգրամյան ալիքի հասցեով թուղթ։ Պարզվել է նաեւ, որ ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ հետաքննության մարմնից թաքնվելու մեղադրանքով։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությանը մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։